Դուք ունեք կոշիկի խանութ։ Պատկերացրեք, որ ունեք կոշիկի խանութ, ու այդ խանութում ունեք հետաքրքիր տեսականի, ճիշտ է, ոչ այնքան մեծ, բայց ունեք մանկական կոշիկներ, ունեք այսպիսի գեղեցիկ կանացի բոթասներ, կամ ունեք այսպիսի գեղեցիկ սեզոնային երկարաջիտ կոշիկներ, եւ այդ խանութը ունենալու համար դուք տարածք եք վարձակալել, ծախսել եք մեծ գումարներ խմբաքանակները մի փոքր ավելի մատչելի բերելու համար, սակայն մեծ խմբաքանակի դեպքում մեծ գումարներ են անհրաժեշտ, ու պետքա ձեզ կոշիկ, ձեզ կամ ձեր երեխային կոշիկ, որտեղից դուք կվերցնեք այդ կոշիկը։ Բնականաբար հենց ձեր խանութից, չէ՞։ Հիմա ասենք ինչքան էլ ուրիշտեղ մատչելի լինի, բայց դուք չէ որ ծախս եք արել այդ խանութը ունենալու համար, եւ տեսականն էլ գուցե այդքան մեծ չէ, հա, միգուցե ունեք մի հատ կարմիր կոշիկ, հա, մի հատ էլ ունեք սպիտակ կոշիկ։ Այդ երկու ընտրության առաջ կկանգնեք, ոնց լինի դուք կվերցնեք այդ կոշիկներից մեկը ձեր երեխայի համար կամ ձեր համար։ Հիմա պատկերացրեք, որ դուք ունեք խանութ եւ ոչ միայն կոշիկի խանութ, այլ այդ խանութում կա ամեն ինչ, հագուստ, կոսմետիկա, տնային խնամքի միջոցներ, վիտամիններ, առողջության ապրանքներ, ամեն ինչ, բացի սննդից։ Բայց մի բան էլ իմացեք, որ այդ խանութի համար դուք ոչինչ չեք ծախսում, ոչ տարածք եք վարձակալում, ոչ ապրանքներ եք գնում, որպեսզի հետո վաճառեք, հետո չվաճառվի մնա ձեր վրա, ասենց ասած, դուք այդ խանութը հնարավորություն ունեք ստանալու լրիվ անվճար։ Ես ձեզ տալիս եմ այդ խանութը, եւ ով որ ցանկություն ունի նման խանութ ունենալու եւ աշխատացնելու, ես ձեզ կասեմ, թե ինչպես պետք է այդ խանութը աշխատացնել եւ ստանալ շահույթ, եւ մի բան էլ կա։ Ճիշտ է, ես գաղտնիքներս մենակ աման լվալուց եմ պատմում, բայց ասեմ, որ վաճառքով զբաղվել ընդհանրապես պարտադիր չէ։